Շիրակի թեմում երկրաշարժից վնասված կամ ամբողջությամբ խոնարհված բոլոր եկեղեցիները վերակառուցման ընթացքի մեջ են։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը կամ գյումրեցիների լեզվով Գեղցոնց ժամը 88-ի երկրաշարժից շատ էր տուժել եւ ավելի ուշ 2004 թվականին խոնարհվեց։ Եկեղեցու շրջակայքում եղել են բնագելի տներ, խարխուլ տներ, բազմաթիվ երեխաներ են խաղացել այստեղ, բայց գիշերն է փրվել եւ Փառք Աստծո որևէ մեկին վնաս չի տվել։ Եվ նաև հրաշագործությունը հենց այսօր է, որ ասում ենք հրաշագործության հավատում ենք թե ոչ։ Իհարկե հավատում եմ, սա պահարաշք չէ, որ գտնվել է մի մարդ, որը կառուցել է այս շքեղ եկեղեցին, կառուցել է հավատքի տունը։ Սոչիում բնակվող Գագիկ Պետրոսյանի բարերարությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը վերականգնվեց։ Բարերարի պապերն այստեղ սպասավորած հոգևորականներից են, ասում է, որ իր համար չափազանց կարևոր էր ստանձնել հենց այս սրբավայրի վերականգնումը։ Ժողովուրդես, որոնք որ երկար տարիներ կողքից անցնելով ափսոսանքով են նայել այս եկեղեցուն, քանդված, խոնարհված եկեղեցուն ու միշտ երազել են վերականգնված տեսնել այս եկեղեցին։ Եվ ես ժողովրդի դեմքերին նայելով ես զգանում եմ ինչպիսի բավականություն, ուրախ նայում են եւ հիանում են։ Հոկտեմբերի 17-ին եկեղեցին վերահոսեցին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ու Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը, ով շուրջ 18 տարի մինչև 1990 թվականը Շիրակի թեմի առաջնորդն է եղել։ Ղարսեցի գաղթականների ժառանգներն, ովքեր այսօր ապրում են Գյումրիում, պատմում են, որ երբ գաղթականները պատառոտված ու կեղտոտ հագուստով հասնում են Գյումրի, լսում են եկեղեցիների ղողանջները եւ ուզում են ներս մտնել, պատարագի մասնակցել, խստապահանջ գյումրեցիները թույլ չեն տալիս նրանց այդ տեսքով եկեղեցի մտնել։ Եվ հենց այս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվն է նրանց ներս առնում, շատ որբերի ապաստան տալիս, մինչև որ գտնվում են նրանց ծնողները։ Ողորմի բոլոր անցավորած ողորմած հոգի պապս միշտ իր Ղարսի բարբառով ասում էր օղուլ ադի եկեղեցու մեջնոր պադարակ կեղնի գնա գեդինը պակե ու արի ինձի խաբարբեր հարի դիվաղթ հոգիս չբդի հանգստանա Փառք Աստծո իրոք Փառք Տիրոջը ես արժանացա այդ բախտին մեր ընտանիքի երրորդ սերունդը փաստորեն նոր տեսավ եկեղեցու վերապացումը պատարակը նաև այն պարզ եւ խորը համոզում ունեն որ մեր Տիրոջ տները վերականգնվելով է որ նաև մեր տները պիտի վերականգնվեն երբ որ ավերակ է չի կարող բարեկարգ եւ գեղեցիկ լինի շեն լինի նաև մեր գյուղերը մեր քաղաքը եւ այլոց Միքայել Սրբազանն ընթերցեց ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակը, որով Գագիկ Պետրոսյանն արժանացավ մեր եկեղեցու պատվո բարձրագույն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանի։ Հայոց հայրապետի կոնդակում բարձր են գնահատվում բարերարի ջանքերն ու եկեղեցանպաստ գործունեությունը։ Նրա բարերարությամբ նորոգվել է եկեղեցին, բարեկարգվել հարակից տարածքն ու կառուցվել երիցատունը։ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը խոսեց Գյումրիի 7-րդ դարի մեկ այլ խոնարհված եկեղեցու մասին, հորդորելով համախմբվել եւ նորոգել նաեւ այդ հնամենի աղոթատունը։ Շատերը չգիտեք տեղը 7-րդ դարի եկեղեցու, որ գտնվում է բուսաբանական այգու տարածքում, հիմա խճողված տնակներով, հերթը 7-րդ դարի այդ եկեղեցուն։ Այդ եկեղեցին պետք է վերակառուցենք, որպեսզի ցույց տանք, որ մեր պատմությունը 19-րդ դարով չի սկսվում, այլ մեր պատմությունը սկսվում է շատ ավելի վաղ։ Եվ ահավասիկ հրավեր, ներկա եւ բացակա մեծահարուստներին։ Եկեք 7-րդ դարի Սուրբ եկեղեցին վերակառուցենք իր թագի մեջ։ Մեր լքված տատիկը, որը դեռ ողջ է, մոռացել ենք իրեն, մոռացել ենք, որ ողջ է, ուրիշ քրիստոնյա ազգեր պիտի երազեն 7-րդ դարի եկեղեցի ունենա եւ չպիտի կարողանան, որովհետեւ 7-րդ դարում իրենք քրիստոնյա չէին։ Ուրեմն 7-րդ դարի եկեղեցին այսօր սպասում է մեզ։ Մերի Հովսեփյան, Մեսրոպ Ավետիսյան, եկեղեցական կյանք։ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղը հիմնադրվել է 1890-ական թվականներին, երբ սկսվել է Հայաստան-Ռուսաստան երկաթուղու կառուցումը։ Այդ տարիներին համայնքը մեծ զարգացում է ապրել,
Կառուցվել են տներ, դպրոցներ եւ այլ շինություններ, բայց եկեղեցի համայնքում չի կառուցվել եւ տեղացիները ստիպված այցելել են Վանաձոր կամ մոտակա այլ համայնքներ։ Հաստատեցել ձեր գիր հաստատության բյուրով Այս տարի բարերար Արտուշ Փարեմուզյանի եւ նրա որդիների Դավիթի Զավենի եւ Մուշեղի ֆինանսական աջակցությամբ համայնքի կենտրոնում Շահալի կայարանի հարևանությամբ կառուցվեց Վահագնաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռը, որը օծվեց Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ arczepiskopos Չուլջանի ձեռամբ։ Փարեմուզյանների ընտանիքին աջակցել են նաեւ բազմաթիվ անհատներ։ Ուրախ եմ, որ ես Առաքելական եկեղեցի զավակ եմ, ու Աստծո օրհնությունով կարողացանք Աստված օգնել, կարողացանք կարճ ժամանակում սրբատեղի կառուցել։ Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռը նվիրվել է բարերարի կնոջ Մարինե Փարեմուզյանի հիշատակին։ Ճարտարապետ Սուրեն Աբովյանը նշում է, որ փոքրիկ աղոթատունն իր լուծումներով հիշեցնում է միջնադարյան Անիի ճարտարապետությունը։ Գուգարաց թեմի առաջնորդը նշում է, որ վերջին տարիներին թեմում օծվել է 24 մատուռ եւ 38 եկեղեցի։ Պատարագի վերջում Սրբազանը բարերարի ընտանիքին Աստվածամոր սրբապատկեր նվիրեց եւ օրհնության գիր հանձնեց։ Այսօր ուխտի օր է, թարմացրեք յուրաքանչյուրը ձեր ուխտը, որ պետք է լինենք մեր Սուրբ Ավետարանի պատգամներին հավատարիմ, որ մենք պետք է լինենք հավատարիմ մեր նախնյաց հիշատակի պատմության առջև։ Օծման արարողության ավարտին մատուռի բակում դարձյալ Փարեմուզյան ընտանիքի բարերարությամբ տեղադրվեց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված խաչքար։ Վերջում մատուցվեց նաև սիրո ճաշ։ Աստվածային սուրբ նշանի Էդմոնը միշտ է այսպիսին չարաճճի, շարժուն էներգիայով լի։ Նա Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հայկ Քահանա Սահակյանի երկրորդ զավակն է։ Ծնողներն այսօր massամբ հեշտությամբ են արդեն խոսում իրենց զավակի կյանքում ամենաբարդ, բայց եւ հրաշքներով լի շրջանի մասին։ Էդմոնը 2011 թվականի փետրվարին է ծնվել 6.5 ամսականում Պորտալարը պարանոցին փաթաթված թոքերի լուրջ խնդրով։ Ծննդից օրեր անց էլ փոքրիկի վիճակը չի կայունանում, նրան տեղափոխում են Գյումրիի ավստրիական մանկական հիվանդանոց, սակայն այստեղ էլ բժիշկները փրկության հույս չեն տալիս։ Տեր հայրը որոշում է վերջին րոպեներին գոնե մկրտել երեխային։ Հիշում եմ, որ մենք պայմանավորվել ենք, որ առավոտյան պիտի մկրտենք, բայց փոքրիկի վիճակը գիշերը ծայրահեղ ծանր էր եւ բժիշկների կարծիքով միգուցե առավոտը չէր անցկացնի, ասո կամքն էր դա։ Կես գիշեր անց Տեր նշանին ենք զանգահարել, որպեսզի մկրտենք եւ աղոթների մեջ ես եւ երեխինը հայցում ենք, որ Տիրոջ կամքը լինի, ոչ թե փոքրիկը ապակինվի, այլ ինչպես որ Աստծո կամքն է։ Մկրտությունը վերակենդանացման բաժնում Տեր նշան Քահանա Պանֆյորովն է կատարում եւ հենց այդ ժամանակ բոլորը մեծ հրաշքի ականատեսն են դառնում։ Սուրբ Միրոնի կենարար եւ հրաշագործությունն ակնթարթորեն փոխում է փոքրիկ Էդմոնի եւ նրա բոլոր հարազատների կյանքի ուղին։ Երբ որ արարողության ընթացքում Քահանան Միրոնը քսեց կրծքին երախու, բժիշկները խառնվեցին քույրերը։ Ինձ թվաց, որ ավելի վատ բան է էլի լինում։ Բայց հետո ես էլ հարցնում եմ ինչա կատարվում, դե արարողությունը չեն ընդհատում, չեն պատասխանում, անհանգիստ սպասում եմ, ասացին, որ հենց Միրոնը քսել է սրտին, հենց այդ նույն պահին սրտի աշխատանքը 280-ից, որ պետքա նորման գոնե 130 լիներ, իջել է 150։ Այսինքն այն վտանգը, որ սիրտը վարքյան պետքա կանգներ երախու, արդեն անցավ ու միանգամից ստաբիլ 150-ի վրա, այդ պահից սկսած արդեն ստաբիլ 150 կար։ Մեկ մկրտության ժամանակ, երբ որ մկրտություն ենք, արարողությունը կատարում ենք, մարդիկ ասում են, որ փոքր տարիքում չենք ուզում մկրտել, որտեղ կարող են մրսել փոքրիկը, բայց բազմաթիվ հիվանդություններ կան, որ պատմությունները դրանք կան, կենթանի պատմություններ են, որ մկրտության ժամանակ փոքրիկները բազմաթիվ հիվանդություններից իրենք ապաքինվում են, որտեղ Սուրբ Միրոնը դա բժշկություն է, Սուրբ Հոգու շնորհների առատ բաշխումն է։ Ամիսներ անց Ծաղկաձորում Տեր Հայկը հանդիպում է իր որդու մկրտությունը կատարած Տեր նշանին եւ պատմում եղելությունը։ Տեր հայրն իր հերթին վկայում է բազմաթիվ այդպիսի պատմությունների մասին, որոնց ականատեսն է եղել։ Միայն տարօրինակ է, որ այդ մարդիկ տեսախցիկից խուսափում են այդ պատմությունները պատմելու, բայց հուսանք, որ
Աստծո հրաշքները տարածող պիտի լինեն նաև այդ մարդիկ։ Ուրեմն կան այդպիսի պատմություններ հարյուրավոր, հազարավոր Գյումրի քաղաքում։ Փնտրեք, գտնեք։ Տեր-հոր զավակի դեպքից հետո շատերն իրենց երեխաներին հենց հիվանդանոցում մկրտում են եւ կրկին հրաշքի ականատես դառնում։ Եկեղեցական կյանքի հաջորդ թողարկմանը կներկայացնենք եւս մեկ այդպիսի պատմություն։ Մերի Հովսեփյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։ Հոկտեմբերի 18-ին Սոֆիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում Բուլղարիայի հայոց թեմի նորընտիր առաջնորդ Տեր Իսահակ Վարդապետ Պողոսյանի անդրանիկ պատարագներ։ Ներկա էին Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնոր Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, որպես ամենայն հայոց հայրապետի ներկայացուցիչ, Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան ողջ աշխատակազմը դեսպան Արսեն Սոհոյանի գլխավորությամբ, թեմական խորհրդի անդամներ, հասարակական կառույցների ու միությունների ներկայացուցիչներ ու ղեկավարներ։ Սուրբ պատարագի ընթացքում տեղի ունեցավ առաջնորդական գավազանի հանձնման արարողություն, որի ժամանակ Տաթև Սրբազանը հանդիսավոր կերպով Հայր Իսահակին հանձնեց առաջնորդական գավազանը, որով նա իշխանություն ստացավ հովվելու Բուլղարիայի հայ հավատացյալներին։ Սուրբ պատարագի ավարտին տեղի ունեցավ ջրօրհնեքի արարողություն, որի ժամանակ առաջին անգամ Բուլղարիայում օգտագործվեց նոր հաղթության Սուրբ Մյուրոնը, որի օրհնությունը օրեր առաջ կատարվեց Մարիաթոր Սուրբ Էջմիածնում։ Բուլղարահայերը հնարավորություն ունեցան անձամբ շնորհավորելու նորընտիր առաջնորդին եւ օրհնված ջուր վերցնելու։ Ավարտվում է Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու նորոգումը։ Հոկտեմբերի վերջին եկեղեցին կբացի դռները։ Սուրբ Գևորգի վերանորոգման հարցը լուծվել է 2012 թվականին Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների ու մշակույթի նախարարությունների որոշմամբ։ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ծրագրով դասընթացներ են կազմակերպվել իտալացի վերականգնողների մասնակցությամբ Երևանի Գեղարվեստի ակադեմիան ավարտած 16 երիտասարդ մասնագետների համար։ Կուրսերից հետո նրանք փորձնական աշխատել են Հայաստանում, հետո սկսել են Թիֆլիսի հայոց մարգարտի Սուրբ Գևորգի նորոգումը։ Ժամանակի ընթացքում եկեղեցու որմնանկարները ծածկված են եղել սվաղի ու ներկի հաստ շերտերով։ Բոլոր պատկերները լրջորեն վնասված են եղել։ Նորոգումից հետո թարմացած նոր կյանք ու շունչ ստացած եկեղեցին նաև կկահավորվի Սուրբ Գևորգի վերաօծման կապակցությամբ Թբիլիսի կայցելի Գարեգին II հայրապետը։ Հոկտեմբերի 12-ից 14-ը Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչն այցելել է Մոսկվայի հոգևոր ակադեմիա ռեկտոր Եվգենի arczepiskopos Վիրեյսկու հրավերով Հայր Գարեգինը մասնակցել է ակադեմիայի հիմնադրման 330-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Հանդիսությանը տեսուչ Հայր Սուրբն ընթերցել է Գարեգին II հայրապետի շնորհավորագիրը, հանձնել նվերը։ Նա մասնակիցներին է ներկայացրել երկու եկեղեցիների գլխավոր հոգևոր կրթօջախների փոխգործակցության ներկա վիճակը։ Գարեգին Վարդապետը հանդիպել է հոգևոր ակադեմիայի պրոռեկտորների հետ, քննարկել երկու կրթօջախների համագործակցության առաջիկա ծրագրերը։ Հոկտեմբերի 14-ին Վիրահայոց թեմի Հայարտուն կենտրոնում բացվել է Սուրբ Էջմիածնի նկարիչները Թբիլիսիում խորագրով ցուցահանդեսը։ Այն նվիրվել է քաղաքի ավանդական Թբիլիսոբա տոնին։ Ներկայացվել են Էջմիածնի 21 նկարիչների շուրջ 50 աշխատանքներ։ Այս ցուցադրությունը Սուրբ Էջմիածնում միրոնորհնությանը նվիրված Թբիլիսահայ նկարիչները Մայրաթոռում ցուցահանդեսի շարունակությունն է եւ բաց կլինի մինչեւ նոյեմբերի 14-ը։ Հոկտեմբերի 15-ին Ռումինական ակադեմիայում անցկացվել է միջազգային գիտաժողով նվիրված ռումինահայ ականավոր պատմաբան եւ հայագետ ակադեմիկոս Հակոբ Սիրունու ծննդյան 125-ամյակին։ Գիտաժողովին մասնակցում էին հետազոտողներ Ռումինիայից, Հայաստանից, Ֆրանսիայից եւ Թուրքիայից։ Գիտաժողովին զեկույցով հանդես է եկել նաեւ ռումինահայոց թեմի ներկայացուցիչ Հետում Քահանա Թարվերդյանը։ Զեկույցի թեման էր Տրանսիլվանիայի հայ համայնքը Հակոբ Սիրունու նորահայտ արխիվային նյութերում։ Վերջերս Բուխարեստում հրատարակվել էր Տեր-հոր Հակոբ Սիրունի հայ եկեղեցին Ռումեն հողի վրա նորահայտ ծրագրի մասին աշխատությունը։ Գիրքը կարևոր տեղեկություններ է հաղորդում Արևելյան Եվրոպայում հաստատված հայերի, ինչպես նաև նրանց եկեղեցաշինական գործունեության մասին։ Գիրքը հրատարակել է Բուխարեստի ամենահին Վրեմիա հրատարակչությունը։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։ Միջնադարյան Հայաստանի զարդերից մեկը Ջուղա քաղաքն էր, հռչակված սրբավայրերով ու հազարավոր խաչքարերով։ Նախիջևանում Ադրբեջանի կառավարության կազմակերպած ավերից հետո այդ խաչքարերի մեծ մասը պահպանվեց միայն լուսանկարներում։
Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ այ խաչքարագործները կրկնօրինակում են Ջուղայի խաչքարերը։ Ծրագրով նախատեսված 100 խաչքարերից 31-ն արդեն պատրաստվել ու տեղադրվել է Հայաստանի եւ Արցախի տարբեր քաղաքներում։ Նման խաչքար տեղադրվել է Էջմիածնի Գրիգոր Լուսավորիչ համալսարանի բակում։ Հոկտեմբերի 18-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը եւ Մայրաթորի լուսարարապետ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը օծեցին խաչքարը։ Արարողության ավարտին Արշակ Սրբազանը շնորհավորեց ներկաներին, մաղթելով, որ Տերունի նշանը օրհնության եւ շնորհների միջոց դառնա բնակիչների համար։ Էջմիածին քաղաքը տոնեց իր 2700-ամյակը, այս ընթացքում բացվեցին բազում արձաններ, հիշատակի արժանի անձանց համար նաև դպրոցներ, մանկապարտեզներ եւ ահա այս շարքի մեջ նաև խաչքարերի դրսի կրկնօրինակը տեղադրելն է եւ այն էլ խորհրդանշական Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անունը կրող համալսարանի բակում, որպեսզի մարդիկ կարողանան միշտ կապը պահել եւ մեր ժամանակավորապես կորցված հայրենիքի մշակույթի հետ։ Խաչքարը քանդակել է քարագործ վարպետ Հովսեփ Մելքոնյանը։ Բնօրինակի նման հայկական տուֆից է, թեև վարպետը նշում է, որ բնօրինակի քարը այլ երանգ է ունեցել։ Այն կերտվել է 1496 թվականին։ Լուսանկարվել է Ջուղայի երկրորդ գերեզմանոցում։ Խաչքարը չի պահպանվել, սակայն գեղեցիկ այս կրկնօրինակը շարունակելու է սերունդներին հիշեցնել միջնադարյան հայ վարպետների ձեռագիրը։ Ամեն խաչքարը անելուց միշտ զարմանքով, որ վարպետները ինչպիսի գեղանկարչորեն ամեն զարդը յուրովի չկրկնելով նաև եւ բազմաժանր մոտեցում ցույց տալով կերտել են այս հոյակար խաչքարերը։ Օծման արարողության ավարտին հոգևոր ծրագրերի ոլորտում երկրապահ կամավորականների միությանն աջակցելու համար Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը պարգևատրվեց երկրապահ 25-ամյա Քոբելյանական մեդալով։ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը եւ Մայրաթորի լուսարարապետ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը ԵԿՄ 20 տարի Հոբելյանական մեդալով։ Պարգևատրվեցին նաև Արմավիրի թեմի հոգևոր սպասավոր Տեր Արտակ Ավագ Քահանա Սիմոնյանը, երկրապահ կամավորականների միության հին ու նոր նվիրալներ եւ բարեկամներ։ Նշան Աբասյան, Ֆրամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։